Գուցե նիստը վարող Վարդան Այվազյանի ծնունդն էր պատճառը, որ ոչ մի նախարար, ոչ մի պատգամավոր բյուջեից չշեղվեց, ոչ թե նվերեր Հոբելյարին, այլ հենց նրա կտրուկ պահանջը։ 10 գերատեսչություն է, ամեն մեկը մի ժամ խոսի, Այվազյանն այդպես էլ ծնունդ չի նշի։ Դե մի ամբողջ բյուջեի քննարկում ենք ձեզ նվերում։ Ամենաշատը խոսեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը, մի քանի անգամ կրկնելով գլխավորը։ Բիզնես միջավայրն են բարելավելու, ներդրողի պաշտպանության ինստիտուտ են ներդնելու նոր օրենքով։ Ու այդ ամենով հանդերձ տնտեսության աճը 3,2% են ֆիքսում։ Աճին հիմնականում նպաստելու են ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը։ Այվազյանը չընդհատեր Կարայանը ժամերով կթվարկեր։ Նախարարին տրվող հարցերը կարկանդակ են ու մտրակ։ Բիզնես մտածողություն ունեք, կարկանդակի չափաբաժինը այսքանով սահմանափակեցին ու սկսեցին մտրակել։ Այս բոլոր միջոցառումները աշխուժ, որ դուք ասում եք, շատ լավ է, բայց այդ դեպքում ինչի ենք այդքան փոքր տնտեսական աճ նախատեսում։ Այն ինչ որ դուք թվարկում եք, կամ այստեղ գրած է, ենթադրում ենք, որ մինիմում 6-7% տնտեսական աճ պիտի ունենանք։ Չի բացառվում, որ մեր այս բոլոր միջոցառումների արդյունքում տնտեսական աճը լինի ավելի բարձր, քան 3,2%-ն է։ Տնտեսագետ պատգամավորը չի հանդարտվում, միևնույն է ասում են, նախարարի ներկայացրածը չի ապացուցում, որ ներդրումային միջավայրը եկող տարի ավելի լավը կլինի։ Պատահական բան չեք, աշխատել եք, չէ՞ կառավարությունում։ Այս ամեն ինչին քաջածանոթ եք։ Այդ ցուցանիշները, որ դնում եք, դա չի բավարարում։ Սենց չի կարող լինի։ Սուրեն Կարայանն էլ իր ասածինն է մնում, կոմպրոմիս չկա, բայց փորձում են դրան հասնել։ Եթե դուք համաձայն չեք բոլոր այն միջոցառումներից, որ մենք ստեղ իրականացնում ենք, այդ դեպքում ասեք ինչն ենք սխալ իրականացնում։ Արդյունքները լավ են։ Արդյունքները չափելության մասով Պարոն նախարար, ես գիտեմ, որ ձեր երկուսի կրկին է քանի գնալու այդպես Հայաստանի ապագա տնտեսական օրվա համար շատ լուրջ մտահոգությունները ելույթներով կարտահայտ եք էլի։ Արամ Մանուկյանը, ինչպես պարզվեց, լսում էր ոգևորված ու նախանձով։ Հարցի սկիզբը խոստումնալից էր, նախարարը նույնիսկ ավելի հարմար տեղավորվեց, բայց սկիզբն էր խաբուսիկ։ Ես ոգևորված եմ ձեր համարձակությունից, որ համաձայնել եք դառնալ ձեր նախարարության ղեկավարը։ Ձեր նախարարությունը կոչվում է տնտեսական զարգացումներ եւ ներդրումներ։ Այսինքն դուք նախարար եք երկու բանի, որ երկուսն չկա։ Որ զարգացումը կա, ոչ ներդրումը կա։ Դրա համար եմ ձեր համարձակության իսկապես նախանձում։ Մեծ բաներ մի ասեք։ Ասեք այս ճգնաժամի դեմը կանգնացնենք, հետո զարգացման ծրագրեր ներկայացնենք։ Ես պատրաստ եմ մանրամասն, երբ որ ազգային ժողովին հարմար կլինի կազմակերպել լսումներ, կամ մանրամասն գալ ներկայացնել։ Շարունակությունը ավելի հոռետեսական դարձրեց Նաիրա Զոհրաբյանը, ասածը ոչ այնքան հարց է, որքան մեղադրանք։ Կերպորմի մոլորված ներդրող պատահաբար փորձ է արել Հայաստանում ներդրում կատարել անմիջապես պատկան բարձրաստիճան մարմիններում նախարարություններում տրվել է հետևյալ հարցը. բա մենք ինչ ենք ունենալու ձեր ներդրումից։ Այսուհետ, եթե կլինի մի դեպք, որ որևէ մի ներդրող, որը որ կգա Հայաստան կամ գործում է Հայաստանում, եւ որևէ մեկը ձեր ասածով մի գերատեսչություն կամ բան կդնի պայման, որ այդպեսի խնդիր չկա։ Եթե կլինի, մենք պատրաստ ենք միարժեք լուծենք։ Բացառվելու է այդ մոտեցումները։ Զոհրաբյանի մյուս մեղադրանքի պատասխանը Սուրեն Կարայանի շուրթերով չհնչեց։ Նորից ստվեր են փնտրում ու առայժմ հետքի վրա էլ դուրս չեն եկել։ Դժվար է իմանալ ով է ստվերում։ Ասեք միասին ձեռքը բռնենք։ Պատգամավորների մշտական հարցին Պեկ նախագահը պատասխանեց ու այնքան վստահ, կտրուկ ու խիստ, որ անգամ մի քանի տասնյակ լրագրողների մոտ նոր հարց չառաջացավ։ Քայլերը կանեն կտեսնենք։ Ես միտված եմ պայքարելու։ Կարողանանք, այո, կարողանամ։ Ոնց ենք պայքարելու եմ պայքարելով։ Երաշխիքը իմ անձը։ Իսկ այս պահին ստվերում մնաց բյուջեի թեման։ Լրագրողները վարչապետի հայտարարությունների հետքերով են գնում։ Ասում էր, ով ինչ կուզի կներմուծի։ Ներմուծում են։ Դիզելային վառելիքներ կրող ունենք, բանաններ կրող ունենք։ Տնտեսական բլոկով եզրափակեցին բյուջե 2017-ի քննարկումը հանձնաժողովներում։ Ուղարկում են մեծ օրակարգ։ Մեր սուրը փառքով դրեցինք պատյան։ Հոգոցանեց օրվա Հոբելյարն ու գնաց ծնունդը նշելու։ Շաքե Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամլրատվական։